Շարունակվում է Առավոտ լուսո վիքենդը, իսկ հիմա ճիշտ ժամանակն է, որ դիմավորենք մեր այսօրվա հաջորդ հյուրին, մեր տաղավարում է դիմահարդար, ոճաբան, Հրանուշ Եղոյանը, բարի լույս Հրանուշ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, սիրով մենք միշտ պատրաստ ենք, ինչպես է տրամադրությունը։ Գերազանց, ինչպես միշտ։ Հրաշալի։ Ձերը ինչպես է։ Հիանալի։ Հատկապես որ դրական մարդկանց հետ է մեր հանգստանորն անցնում։ Ինչ է ձեզ համար ամանորը։ Ամենահաճելի եւ սպասված տոներից մեկը։ Իհարկե չեմ ասի, որ ամենասիրածս տոնն է, որովհետեւ Բայց ամենասիրելիների շարքում է։ Այո, իհարկե։ Կարծում եմ Եվ քանի որ ես մայրիկ եմ նաեւ, եւ քանի որ երեխաների համար միշտ հատուկ պատրաստություն եմ տեսնում, ամանորի հետ կապված դրա համար էլ ավելի ուրախ ու սպասված է։ Հիմա հասկացա ինչի ամենասիրելի տոնը չէ։ Շատ է աշխատանքը։ Հաճելի աշխատանքը։ Բայց որ խանգարում են փոքրիկները կողքից, ավելի են բարթացնում, խճճում, չնայած դա էլ իր համ ու հոտն ունի, իր համեմունքներն ունի։ Ինչպես է ընթանում նախատոնական շրջանը ձեզ համար։ Նախատոնականը բավականին ծանրաբեռնված է ընթանում, քանի որ աշխատանքային process է եւ շատ առիթներ են լինում եւ դե գիտեք կանայք հայ կանայք, որը շատ ողջունելի է, շատ լավ են պատրաստվում ցանկացած առիթին, դրա համար աշխատանքային արդեն ծանրաբեռնված ենք լինում, բայց դա նորից եմ կրկնում շատ հաճելի հոգսեր են։ Եվ աշխատանքում եւ տանը հաճելի հոգսեր են, բայց կա մի ավանդույթ, որ յուրաքանչյուր ամանորին ընտանիքով կամ գուցե աշխատանքային ստեղծագործական թիմով իրականություն եք դարձնում։ Աշխատանքային թիմով փորձում ենք ներգրաված լինել բարեգործական պրոյեկտների մեջ, ամանորից առաջ ինձ թվում է դա այն փոքր գործն է, որ ցանկացածից համար ամենից ցանկալին է դառնում եւ ամենակարևորը, որ ինչ որ փոքր բարություն անես ամանորին ընթառաջ, որ դու էլ կարողանաս քեզ լիարժեք որպես մարդ եւ որպես անձ զգաս։ Դե ընտանիքի համար դա արդեն ոնց որ ինքնաբերաբար ստացվում է։ Ահա։ Ամանորի ամենակարևոր խորհուրդը դա բարությունն է։ Եթե կհամաձայնեք ինձ հետ։ Իհարկե։ Եվ ամեն օր է պետք բարություն։ Ամանոր ամեն օր։ Պաստորեն։ Կարող է ամեն օր ամանոր լինել, եթե մենք մի փոքր ավելի բարի դառնանք ու մի քիչ էլ սկսենք շատ երազել ու մյուս մարդկանց երազանքները կարողանանք մեր փոքրիկ լումայով անգամ այդ ներդրումը ունենալ եւ իրականացնել ու շատ-շատերի երազանքները դուք իրականություն եք դարձնում, որովհետեւ երբեմն հայտնվում են լուսանկարներով մարդիկ եւ ուզում են այս կամ այն օրինակ տեսքը ստանալ դիմահարդարման օգնությամբ։ Արդյոք մեր օրերում դեռ շարունակվում է այդ տենդենսը։ Այդ տենդենսը շարունակական է։ Ես կարող եմ ասել, որ որպես կին, հա, շատ երջանիկ մասնագիտությամբ եմ զբաղված, որովհետև հենց կարողանում եմ այդ փոքր երազանքները իրականացնել որպես նկարիչ, երբ որ գալիս են այդ այնց հետաքրքիր առաջադրանքներով, ես էլ ինձ լավ եմ զգում, որ կարողանում եմ նկարչի պես իրագործել այդ երազանքները։ Դա շատ հաճելի, քանի որ ինքը իրենով process-ը make-up-ի առնչվում է միայն ու միայն լավ եւ շատ տաք էմոցիաների հետ ու սպասումներով։ Կանայք գալիս են գեղեցկանալու նպատակով, ել ավելի գեղեցկանալու, շեշտելու իրանց բնածին գեղեցկությունը։ Դրա համար միայն ոնց որ պոզիտիվ էմոցիաների հետ ես դու առնչվում եւ երբ որ կարողանում ես բավարարել եւ ստանալ հաճախորդի ցանկացած կերպարը, իհարկե դա լիցքավորում է շատ բարձր եւ հաճելի լիցքերով։ Դրական էներգիայի պակաս չկա ձեր աշխատանքում։ Բացարձակ։ Հիանալի է։ Հաշվի առնելով, որ հագուստի եւ աքսեսուարների համար միշտ ամեն տարի ինչ-որ մի տենդենս կա նոր թրենդների, նույնն էլ դիմահարդարման պահով կարելի է ասել, որ նույնն էլ դիմահարդարումն է, որ միշտ ինչ-որ մի թրենդներ ունի, տենդենսներ ունի, որ դեպի այս ուղղությամբ աչքը սենց կամ այսպես կամ ինչ-որ այսպես բաներ կարող ասել եմ ասում կներեք։ Չէ, այնքան ճիշտ է ասում, այնքան ճիշտ ուղղություն տվեցիք։ Հետաքրքիր է, դիմահարդարման մեջ տրենդները ձևավորվում են հետևյալ կերպ։ Այնպես օրինակ ինչ որ մի բան արտադրվում է, որևիցե նյութ, հա, բոլոր բրենդները ձգտում են անընդհատ տարվա մեջ գոնե 2 սեզոնի համար դիմահարդարման շպարի պարագաներ արտադրել, խնամքներ եւ հավաքածուներ։ Դե բնականաբար դրանք է ձևավորում են հենց տրենդը։ Այս տարվա տրենդը ո՞րն է եղել դիմահարդարման։ 2025-ի պահանջարկը եղել 2025 թվականի։ Տեսեք, հետաքրքիր է, 21-րդ դարում առհասարակ չի լինում մեկ տրենդ, լինում են շատ բազմաթիվ տրենդներ։ Օրինակ, նույն
մանեն, չէ։ Լինում է, չէ, օր որ դու սիրում ես փայլուն դեմք, հա, ավելի glow էֆեկտով, լինում է հակառակ, ուզում ես փայլատ դիմահարդարում ունենալ, մի օր ուզում ես գույներով հագեցած, ըստ մի օր աչքն է պետք ընդգծել, մի օր հակառակը շուրթերը։ Դրա համար ցանկացած տրենդ կարելի է կիրառել այսօր, ուղղակի զգուշությամբ ցանկալի է, որ բնականաբար մեզ այդ դեպքում օգնեն մի քիչ պրոֆեսիոնալ մարդիկ, հա, թե խորհրդով, թե ինչու՞ չէ գործողությամբ եւ որ փորձերը ճիշտ անցնեն, էլի, որովհետեւ մեկ կան, չէ, հիմա այս տրենդը որ կա Instagram-յան, YouTube-յան, TikTok-ի հիմնականում այդ ցույց են տալիս տուտորիալների տեսքով ինչպես դա անել, բայց երբ որ ինքնուրույն փորձ աղջիկները սկսում են դա կիրառել կյանքում, օրինակ հիանալի ստվերաներկ են նկարում բամբակի այդ սկավառակի օգնությամբ կամ գդալի օգնությամբ փորձում ես բացարձակ կապ չունի այն պատկերի հետ, որը դու տեսել ես, որովհետև պրոֆեսիոնալների ձեռքը ուրիշ է։ Հա, տարատեսակ բաներ են օգտագործում, որոնք բանկային քարտ կամ ինչ ամենահավանական ցանկալի չի, որ օգտագործվի, այնուամենայնիվ։ Ես այստեղ ոնց որ այզելությունի ակտորամարտը խորհուրդ եմ տալի դիմեք պրոֆեսիոնալներին, որպեսզի չհայտվեք այն դրության մեջ, որ 11 տարեկան իմ աղջիկս է ձեր դիմահարդարը։ Հետևաբար դիմեք միշտ պրոֆեսիոնալներին եւ վստահեք նրանց։ Լավ, դա հասկացանք։ Իսկ 2026 թվականին ինչ-որ բաներ կան, նոր մտքեր, նոր տրենդներ, նոր ինչ-որ տենդենսներ, որ այ 2026 թվականին այսա է նորաձև, եկեք ամանորը դիմավորենք հենց այդ տեսքով։ Այո, կան մի քանիսը եւ ես դրանք առանձնացրել եմ։ Ու գիտենք, որ կարող ենք նաեւ տեսնել։ Այո, կարող ենք տեսնել, եթե հետաքրքիր կլինի, ես փոքր կմեկնաբանեմ բոլոր տրենդները։ Սա գլխավոր տրենդներից մեկն է, որը հիմա դուք տեսնում եք։ Իհարկե, այս աշխատանքը ես այսպես ասեմ հնարել եմ եւ կատարել իմ շնորհաշատ ուսանողներից մեկը եւ ասեմ, որ այս աշխատանքը Լոնդոնում աշխարհի առաջնությանը գլխավոր մրցանակի արժանացել։ Շնորհակալ եմ շատ։ Գլխավոր տրենդներից մեկն է, առաջինը դա սպիտակ ստվերաներկն է աչքերին, որը շատ այսօր տրենդային է եւ հատկապես ձմռան շրջանում մենք բոլոր նորաձևության տների այսպես ասած ցուցադրություններում եւ այլն նկատեցինք սպիտակ ստվերաներկի կիրառումը։ Դա եղավ թե այլայների տեսքով, թե պարզապես ստվերաներկի, սպիտակը շատ շեշտված է, թե աչքերի տակը լինում, թե վերին կոպի այդ սկզբնամասում շատ նորաձև է։ Այստեղ կարծես վարդագույնն էլ է շատ ակտիվ։ Վարդագույնը շատ նորաձև է եւ վարդագույնը եթե առաջ անցած տարի, հա, այսպես ասենք, նորաձև էր այդ կոնտուրինգ ասվածը անել ավելի բնական ենթաերանգներով, ապա հիմա արվում է վարդագույնի միջոցով եւ վարդագույն ենթաերանգը դեմքին ընդհանուր շատ ցանկալի է դարձել բնականաբար պետք է շատ վարպետորեն դա անել որ ձուլվի բնական մաշկի ենթաերանգի հետ չառանձնանա որ չնմանվենք ռուսական մատրոշկա տիկնիկներին շատ նրբանկատորեն ցանկացած տրենդ ես ուզում եմ աղջիկների ուշադրությունը այստեղ շատ սևեռ եմ այս փաստի վրա որ ցանկացած տրենդ որը որ տալիս է նորաձևությունը պետք է շատ զգուշությամբ քայլի կյանք, որովհետև այն ինչ որ մենք տեսնում ենք երբեմն նկարների վրա ոչ այդքան գեղեցիկ է նայվում կյանքում այդ նույն ուժով եւ շեշտադրվածությամբ երբ որ կիրառում են կյանքում, այսինքն կյանքում պետք է կիրառվի մոտավորապես դրա 50%-ը։ Եվ հետո գուցե նաև դիմագծերն էլ չնպաստեն ամեն մեկի մոտ դեմքի կառուցվածքը շուշտ։ Սա ինչ է։ Հաջորդ վերադարձանք ռետրո իրականություն։ Այո։ Իդեպ այս կամպեյնն էլ ես արել եմ մեր Հայաստանի Երևան Fashion Week-ի նորաձևության շաբաթվա սկզբի համար արել ենք մեր սիրելի դիզայներ Վահան Խաչատրյանի հետ համատեղ եւ այստեղ գլխավոր տրենդը գունավոր ստվերաներկերն են փիրուզագույն, տուրկուազ, այդ գույները շատ նորաձև է, բայց այստեղ տեսնում ենք, որ դեմքը պետք է լինի փայլատ եւ շատ մեղմ ենթաերանգի առանց որևիցե շեշտադրումների եւ հիմնական շեշտը դա իհարկե թարթիչներն է ես չգիտեմ ինչքանով ծանոթ կլինի մեր հանդիսատեսը եղել է ժամանակին հայտնի մոդել Twig-ին ինքը եղել է trendsetter
մարդ, որ ձևավորել է տրենդ եւ ինքը ժամանակին նկարել է թարթիչներ եւ թարթիչները դրանք այս գալիք տարվա 2026-ի գլխավոր տրենդն են հանդիսանում։ Ուղղակի թարթիչները ձևով փոխվեցին։ Շեշտվում է ստորին կոպի թարթիչները, շատ խիտ թարթիչաներկո եւ նույնիսկ կարելի է ավելացնել նկարել տակի թարթիչներ, ինչպես որ ես արել եմ այստեղ Fashion Designers Chamber-ի կամպեյնի համար։ Կարծես գեղեցիկ տիկնիկի հայացք ստեղծված լինի։ Հենց մանկական տիկնիկի թաղճապակյա դեմքով տիկնիկի կերպարն է, շատ նորաձև է, շատ համ ռետրո է, համ շատ նորաձև, որ հնաոճ չերևա, այսինքն ռետրոյի մեջ պետք է մեղմ անել, այսինքն ակցենտը մեկ բանի վրա պահել եւ շատ մշակված զգուշորեն արված լինի։ Սա այսպես, սա էլի այդ նույն շարքից է։ Հաջորդ տրենդը դա իհարկե Այս ինչ շքեղություն է։ Շնորհակալ եմ, սա արել ենք կարդալ ամսագրի համար, շատ հաճույքով աշխատեցի այս ֆոտոշարքի համար, այստեղ գլխավոր տրենդը, որը կիրառել եմ, դա բուրգունդին է։ Բուրգունդին կարմրաներկն է, որը որ հանդիսացել է որպես այտերի դիմաներկ, աչքերի ստվերաներկ եւ շրթներկ, այսինքն մոնոխրոմ դիմահարդարումը, որը նորից 2026-ի գլխավոր տրենդներից մեկն է եւ հիմնական գույնը, որը օգտագործվելու է, դա լինելու է բուրգունդին, գինե գույնը։ Հագեցած, sense խորը, գեղեցիկ, պայծառ 2025-ին էլ հենց այդ գույնի թարթչաներկերը սկսեցին դառնալ շատ տրենդային։ Շատ ճիշտ ես նկատել, որոշ բրենդներ, շատ հայտնի եւ սիրված բրենդները արտադրեցին արդեն բուրգունդի գույնով թարթչաներկ, որը որ մեզ արդեն հուշեց, որ դա դառնալու է նորություններ են լինելու։ Ճիշտ եք։ Եվ սա էլ, այսպես ասած, ակնարկ է այդ տրենդին, կարծում եմ, որ մի քիչ ավելի մեղմ ձևով, քանի որ դա ավելի պանկի ոճին համապատասխան բան է, չեմ կարծում, որ կյանքում, բայց հատուկ միջոցառումների համար կարելի է, մեկ-երկու անգամ կարելի է այդ կերպարով ներկայանալ։ Այստեղ տեսնում ենք կարծես հեքիաթային էլֆի։ Այո, հեքիաթային, անտառային գեղեցկուհու կերպարը շատ նորաձև է լինելու եւ փայլուն թաց մեյքափը շատ նորաձև է լինելու կրկին 2026-ին։ 25-ին է մենք ունեինք այդ տրենդը, բայց դա կիրառելի էր միայն մաշկին, այսինքն դեմքի մաշկին, աչքերի վրա եւ շրթունքների վրա խոր չէր տրվում։ Իսկ հիմա հաջորդ տրենդը լինելու է ամեն ինչը փայլուն, նույնիսկ փոքրիկ քարերի, փայլուն ստվերաներկերի կիրառումները ամբողջ դեմքին, շրթունքներին, աչքերին, այստեղ մենք դիմահարդարումը արել ենք նորաձևության շաբաթվա շրջանակներում, թաց դիմահարդարում, վրան կաթիլներ, մի խոսքով դիզայները շատ հետաքրքիր լուծում էր մեզ առաջարկել եւ կարծում եմ ստացվեց կերպարը եւ ասեմ ավելին, այնքան հետաքրքիր էր, որ մեր դիզայներները եւ մենք որպես թիմ, ես շատ ուրախ եմ, որ դա ինձ վստահված արդեն տարիներ, անում ենք մի բան, որը այսօրվա համաշխարհային տրենդերի հետ համընթաց քայլում է։ Այո, իսկապես շատ կարևոր է, որ մեզ մոտ էլ մեր հայրենակիցները թե դիզայներներին կարող են դիմել, թե ոճաբաններին եւ ստանալ այն նույն էֆեկտը, եթե կլինեին օրինակ հենց նորաձևություն թելադրող որևէ երկրում ու կդիմեին այնտեղ դիզայներներին ու ոճաբաններին ստանալու այսպիսի կերպարներ։ Ահա եւ հաջորդը։ Այո, սա էլ գլխավոր տրենդերից մեկն է, նորից թաց դիմահարդարում, քարիկներ, այսինքն ստեղ նորից իմ շնորհաշատ ուսանողներից մեկի աշխատանքն է, նորից սա այս կերպարը ստեղծել ենք Հայաստանի առաջնության համար։ Եվ այստեղ մենք տեսնում ենք աղեղի օգտագործումը, որը շատ տրենդային էր 25-ում, իսկ հիմա ընդհատված աղեղն է շատ նորաձև լինելու, այսինքն տեղ-տեղ կտրատված է լինելու, ավելի գրաֆիկական, տեսնում եք, վերին կոպին կա ու թեթև ստորին կոպի սկզբի հատվածում կա աղեղի արկայությունը եւ ընդհանուր մեղմ թաց դիմահարդարում, թաց շրթունքներ, թաց այտոսկրեր, դե դա հատուկ նյութեր է պահանջում, այնպես չէ, էլի որ այդ ամեն ինչը ծորա եւ այլն,
պետք է շատ ուսումնասիրել, ինչ նյութերով կատարել, որ այնուամենայնիվ ինքը լինի կայուն եւ օրվա ընթացքում դեմքը չնմանվի լաքայի։ Եվ չլղոզվենք։ Այո։ Իհարկե պետք է միշտ հետևել ոչ միայն նորություններին, այլ մասնագետներին, որովհետև մեր օրերում սոցհարթակները տալիս են հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից էլ ձեր նախընտրած մասնագետից ստանալ այդ տեղեկությունները, բայց դուք ինչ խորհուրդ կտաք, ինչ պրոդուկտներից պետք է հրաժարվել, գուցե տեսակն է պրոդուկտի կամ գույներն են, որ ընդհանրապես կապ չունեն 2026-ի թրենդների հետ։ Հիմնականում հետ գնացին բրոնզերները 2025-ին շատ էր շագանակագույնի արկայությունը, շագանակագույն ստվերաներկերը, հիմա ավելի դեպի բնական ենթաերանգնա, օխրայի երանգնա, որոնք որ ավելի բնական ծագում ունեն, օխրա, բուրգունդի եւ այլն, սրանք բոլորը ավելի բնական հիմք ունեցող եւ իհարկե խոսեցինք արդեն, որ մի փոքր կապույտ ստվերաներկերը, կապույտ կանաչ, բայց նորից բնական ենթաերանգ, այսինքն փիրուզագույն, տուրկուազ, որոնք որ նորից բնական քարերից նման են քարերին, հանքանյութերին նման ավելի գույներ են, ոչ թե արհեստական։ Դա է ամենակարևոր տրենդը, կոնտուրինգը մի քիչ անցավ երկրորդ պլան, սմոքիա ինչպես միշտ նորից կա, ուղղակի միայն ինքը քոչեց վերին կոպից դեպի ստորին կոպ եւ ավելի նորաձև այսպիսի հոգնած հայացք ստանալ, բայց հոգնած ոչ թե հոգնած կյանքից, այլ շատ տրենդային աշխատանքով ծանրաբեռնված աղջիկ Երևանը Եվ դրանով մեկ-երկու շտրիխով կարելի է այդպիսի դեմք ստանալ։ Այո, ստորին կոպը երբ ասենց մի քիչ լղոզված շեշտում են մուգ սրճագույն կամ սև ստվերաներկով ու մի քիչ ամփոփությամբ, բայց պարզա չէ, որ այդ ամփոփությունը հստակ որոշված ամփոփությամբ։ Այո, ապրես, հենց այդպես, դա տալիս է այսպես շատ զբաղված աղջկա տպավորություն, էդ էլ է շատ տրենդային, չգիտեմ, երևի ինձ թվում է երիտասարդները ավելի կուզեն այս տրենդին հետևել։ Չէ՞ որ մեր երիտասարդները շատ սիրում են սրճարանում նստել համակարգչի դիմաց ձևանել, որ աշխատում են ու շատ զբաղված են։ Ես հենց հիմա հենց դա եմ անում, ես ձեր եմ անում, որ ամեն ինչ հասկանում եմ, իդեալական, ինչ լավ բաների մասին եք խոսում, բայց ձև եմ անում։ Որտեղ դե բաց պատճառով չէ։ Հա, ուղղակի։ Որ այս ամենը աղջիկները եւ կանայք անում են, իհարկե, որ դուրեկան լինեն մեր սիրելի տղամարդկանց համար։ Այնպես որ առանց ձեր կարծիքի եւ առանց ձեր այդ սուպորտի, ուշադրության եւ ինչ որ անենք անիմաստ է դառնում, բայց պետք է նաեւ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, որ յուրաքանչյուր դետալ դա կլինի դիմահարդարման, հագուստի, առողջության, մարմնի, կազմվածքին, եթե որևէ բան որոշում եք փոխել, ապա առաջին հերթին պետք է անել ինքներդ ձեզ համար, որպեսզի դուք ել ավելի երջանիկ լինեք, այս դեպքում այդ դիմահարդարմամբ ձեզ ել ավելի գեղեցիկ զգաք, երբ ձեզ պատահաբար տեսնեք հայելու մեջ որևէ տեղ գնալիս, որովհետև դա նաև ինքնավստահությունն է բարձրացնում ու տալիս է դրական էներգիա։ Բայց քանի խոսում էինք անտիտրենդների մասին, այն ամենի ինչ դուրս է գալիս նորաձևությունից, խոսեցինք գույներից, խոսեցինք նաև ձևերից, թե ինչ պետք չէ կիրառել, վերջերս նաև շատ հայտնի բլոգերներ, որոնք նաև համաշխարհային մեծ արտադրություններ ունեն կոսմետիկ միջոցների, նոր կարծես տրենդ են ձևավորել մեկ պրոդուկտով մի ամբողջ շպար ավարտել, արդյոք դա կմնա նաև 2026 թվականին որպես տեխնիկա դիմահարդարման։ Եթե շատ անկեղծ կարծիքս ասեմ, ոչ, դա նման տրենդը երկար կյանք չունի, որովհետև մենք ինքներս հասկանում ենք, որ նույն պրոդուկտը հնարավոր չի 100%-ով լավ աշխատի դեմքի տարբեր դետալների վրա։ Ինչի է դա արվում է իհարկե որովհետև մեր կյանքի տեմպը շատ արագացել է եւ չհասցնելու պարագայում բնականաբար մենք ուզում ենք շատ արագ ինչ-որ մի բան անել քիչ նյութերով, բայց այստեղ ուղղակի մի զուգահեռ անցկացնեմ, երբ մազերդ լվանում ես սկզբից շամպունով եւ հետո խնամող միջոցով, արդյունքը շատ ավելի լավն է, քան եթե այն 3-ը մեկում, 2-ը մեկում պրոդուկտով ես, չէ՞ դա անում։ Իհարկե, այստեղ նույնն է։ Հնարավոր չէ մեկ նյութով ստանալ այն ցանկալի արդյունքը, որին ձգտում ես։ Ուղղակի այստեղ ուզում եմ ասեմ մեր կանանց աղջիկներին, որ
օրը այնպես պլանավորեն, կազմակերպեն, որ չափսոսեն իրենց համար, իրենց սիրելիների համար։ Լեսիբե լուբիմե։ Ժամանակ հատկացնեն, որովհետև ինչպես ասեցիր, այո, շպարը դա ինքնարտահայտման միջոցներից մեկն է, ինչպես հագուստը, աքսեսուարները, ձիրքը, կեցվածքը, ամեն ինչը։ Խոսքը, նույնն է դիմահարդարումը, եւ կնոջը դա տալիս է ինքնավստահության մի մասնիկ։ Եվ երբ կինը դա այդ ժամանակը տալիս է, հատկացնում է իր համար, դա նույնիսկ այդ դրական լիցքերը, այդ ուրախ պահերը, ինքդ քեզ հետ մնալու այդ մի քանի րոպեն շատ հագեցնող է եւ կարեւոր է կնոջ առողջության եւ տրամադրության համար։ Դրա համար մի ափսոսացեք Այս փոքրիկ ժամանակը։ Ես վստահ եմ, որ միևնույն է, այն ինչպես դուք նշեցիք, այդ 3-ը մեկում, 5-ը մեկում, դրանք չեն լինելու ակտուալ, որովհետև ախր պետք է կանայք ուշանան։ Ախր պետք է կանայք դրա համար ժամանակ ծախսեն։ Թե չէ մեզ մոտ էլ կյանքը ռիթմը ընդհանուր ամեն ինչ կխախտվի, կքանդվի, կփչանա ամեն ինչ։ Բալասը կորում է։ Այո, բալասը դա բնականon երևույթ է, որ պետք է կանայք ուշանան, որտեղ նրանք շպարվում են, նրանք ակտվում են։ Ընտրություն էին կայացնում, ինչ հագնեն կամ Հետո փոշմանում։ Ինչ նյութեր օգտագործեն, այո, հետո փոշմանում նորից դա շատ գեղեցիկ երևույթ է Որը իրականում։ լիցքավորում է եւ սպասման այդ Ավելի է համոզվածնում այդ պահը, որ պետք է երկար սպասել։ Լավ, 11 օրից արդեն ամանոր է։ Ու հետաքրքիր է ձեզ համար ինչպիսին էր 2025 թվականը, ինչպես է ամփոփում եւ ինչ սպասումներ ունեք 2026 թվականից։ Շատ լավն էր 2025։ Հիանալի։ Ես շատ շնորհակալ եմ 2025 թվականից։ Շատ հետաքրքիր աշխատանքային պրոյեկտներ ունեցա, որպես պրոֆեսիոնալ շատ հետաքրքիր բաներ իրականացրեցինք, որոնք որ դեռ երկար կնայվեն, կհիշենք, այսինքն ինչ որ մի բանա, որ պրոֆեսիոնալ առումով դու թողնում ես նորաձևության մեծ աշխարհի մեջ քո փոքրիկ հետքն ես թողնում, դա շատ հաճելի է ինձ համար եւ սպասումները ել ավելի մեծ են 2026-ից, որովհետեւ բոլորս նախորդ տարվանից արդեն այդ լիցքերը ստացել ենք եւ ուզում ենք ցույց տալ ավելին, ինչ որ կարող ենք, ուզում ենք ավելի շատ աշխատել, ավելի գեղեցիկ աշխատանքներ անել, ավելի շատ մարդկանց ուրախացնել, թող լինի գեղեցկություն, իսկ գեղեցկությունը երբ որ կնոջը լիցքավորում է, դա խաղաղ եւ բարեկեցիկ պայմաններից է գալիս, առհասարակ երբ որ մարդիկ միտում ունեն գեղեցկանալու, չէ՞։ Այնպես ես մաղթում եմ, որ խաղաղ եւ բարեկեցիկ կյանք ունենանք եւ մեր միտումը դեպի գեղեցիկը երբեք չմարի եւ շատ սիրուն տարի ունենանք 2026-ին։ Դուք հասցրեցիք նույնիսկ մաղթանք հրել։ Եվ ոչ միայն կանանց այս դեպքում, այլև բոլորին, որ խաղաղ լինի տարին ու գեղեցիկ լինի բոլոր առումներով, դրական էներգիաներ պարգևելով մեզ բոլորիս։ Շատ շնորհակալություն ձեզ ձեր խորհուրդների համար, հետաքրքիր զրույցի համար։ Ես վստահ եմ, որ շատ գեղեցկուհիներ, գեղեցիկ սեռներկայացուցիչներ կարևոր խորհուրդներ ստացան, թե ինչպես պատրաստվեն ամանորին, հատկապես երեկոյան այդ դիմավորելուց ինչ տես կարելի է ունենալ, եւ նաեւ 2026 թվականին ինչպես կարելի է այդ տրենդներից հետ չմնալ եւ այդ տենդենսները նույնպես օգտագործել։ Բայց ինձ համար ամենակարևոր խորհուրդներից ամենայն դեպս մնում է այն պրոֆեսիոնալներին դիմելը։ Խնդրում եմ պրոֆեսիոնալներին միշտ դիմեք եւ վստահեք։ Գոնե մեկ անգամ դիմեք, հասկացեք ձեր դեմքը ինչպիսին է, ինչ տարբերակով կարելի է տան պայմաններում ինքներդ ձեզ անեք դիմահարդարում, որպեսզի հաջողեք։ Այնպես որ խորհուրդ տեսելը միշտ կարևոր է, երբեմն նաեւ պարտադիր։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ ձեր ջերմ զրույցի համար, որովհետև դա շատ կարևոր է, որ զրույցը բովանդակալից ստացվի եւ շատ ուրախ լիցքերի համար, որ փոխանցեցիք ինձ եւ վստահության համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Իսկ մենք շարժվենք առաջ։ Այո, եւ լսենք երաժշտություն։